14 տարի լի պատմություններով, փորձություններով ու մեծ նվերներով, մեր երեխաներով ու թոռնիկներով։ Այսօր մեր ճանապարհները բաժանվում են, բայց հարգանքը, միմյանց հանդեպ հոգատարությունն ու ընտանիքի արժեքը մնում են։ Մենք դադարում ենք լինել ամուսիններ, բայց շարունակում ենք մնալ 4 հրաշալի զավակների ծնողներ, հրաշք թոռնիկների տատիկ ու պապիկ։ Կյանքը միշտ չէ, որ գնում է մեր պատկերացրած սցենարով, երբեմն պետք է ընդունել ավարտը շնորհակալ լինելով անցած ճանապարհի համար։ Սիրելի հարազատներ, բարեկամներ և մեզ լավը կամեցող մարդիկ, խնդրում եմ այս փուլում զերծ մնալ հարցերից ու մեկնաբանություններից։ Ձեր ըմբռնումը, լռությունն ու հարգանքն այս պահին ամենամեծ աջակցությունն են ինձ համար։ Շնորհակալ եմ, գրել է Անահիտ Կիրակոսյանը։ Այսօր այդ ճանապարհը որպես ամուսիններ ավարտվում է ոչ աղմուկով, ոչ մեղադրանքներով, ոչ սկանդալներով, այլ գիտակցումով ու ներքին հանգստությամբ։ Կյանքը միշտ չէ, որ ընթանում է այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում։ Ամուսնալուծությունը վերջը չէ մարդկային հարաբերությունների, այլ միայն մի ձևի ավարտ։ Հարգանքը, հոգատարությունը, տարիների ընթացքում ձևավորված պատասխանատվությունն ու ընտանիքի արժեքը մնում են անփոփոխ։ Նրանք այլևս ամուսիններ չեն, բայց շարունակում են մնալ մի ամբողջ աշխարհի ծնողներ, 4 հրաշալի զավակների հայր ու մայր, ինչպես նաև սիրող տատիկ ու պապիկ թոռնիկների համար։ Այս որոշման մեջ չկա թեթևություն, չկա անտարբերություն, կա հասունություն, կա ներքին ուժ շնորհակալ լինելու անցած ճանապարհի համար և ընդունելու այն, ինչ այլևս հնարավոր չէ պահպանել նույն ձևով, կա արժանապատվություն, անձնականը չվերածելու հանրային դատաստանի։ Սիրված դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն այս խոսքերով ընտրել է անկեղծության և լռության ճանապարհը, խնդրելով հարազատներին, բարեկամներին ու իրեն լավը կամեցող մարդկանց այս փուլում զերծ մնալ հարցերից, մեկնաբանություններից և գնահատականներից, որովհետև երբեմն ամենամեծ աջակցությունը ոչ թե խոսքն է, այլ լռությունը, ոչ թե հետաքրքրասիրությունը, այլ հարգանքը։ Այս պատմությունը ցավի մասին չէ միայն, այն նաև երախտագիտության, արժևորելու և մարդկային հարաբերությունները գեղեցիկ ավարտելու կարողության մասին է, որովհետև ավարտներն էլ կարող են լինել արժանապատիվ, լուռ ու լուսավոր։ Եվ գուցե հենց սա է կյանքի ամենամեծ դասերից մեկը՝ ընդունել ավարտը առանց ատելության, հիշել լավը առանց ցավի և առաջ գնալով պահելով ընտանիքի սրբությունը սրտում։ Շնորհակալություն ըմբռնման և լռության համար։ Ընդամենը ամիսներ առաջ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը հայտնել էր երկրորդ թոռնիկի ծնվելու մասին։ Կիրակոսյանը բազմիցս նշել է, որ ամուսնու աղջիկներն իր համար հարազատի պես են, քանի որ 8-9 տարեկանից ինքն է մեծացրել նրանց։ Լաուրան որդի է ունեցել 3-ամյա Արայիկին, միացել է Արտակը, ում անվանել են պապիկի՝ Անահիտ ամուսնու անունով։ Ու մինչ դուք մտածում եք տատիկ եմ ես, թե ոչ, երկրորդ թոռնիկս լույս աշխարհ եկավ։ Բարի գալուստ մեր հրաշք, գրել էր դերասանուհին։ Դերասանուհին աշխատանքից բացի իր ժամանակի մեծ մասը տրամադրում է ընտանիքին ու երեխաներին։ Դերասանուհին դեռ տարիներ առաջ, խոսելով իրենց ամուսնության ու ասեկոսեների մասին, ասել էր. «Մենք միմյանց սիրում ենք, ոմանք հավատում են, ոմանք էլ ոչ։ Թող մտածեն, կեղծ է, սպասեն, որ կբաժանվենք, բայց մենք արդեն ամուր ընտանիք ենք։ Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում ինչ կանոններով ապրի։ Ինձ համար ծիծաղելի է, որ մարդիկ մտածում էին, թե կարող էի իմ կողակցին ընտրել ֆինանսական դրությունը հաշվի առնելով։ Արդեն կայացած մարդ էի, երբ Արտակին հանդիպեցի։ Ինչին ի պատասխան Արտակն ասել է. «Ես միլիարդատեր չեմ, որ մտածեմ Անահիտն ինձ հետ փողի համար է ամուսնացել, եթե նա շահով առաջնորդվեր ավելի հարուստ մարդու հետ, կյանքը կկապեր»։ Արտակին հանդիպելու առաջին իսկ օրվանից ունեի այն զգացողությունը, որ նա դառնալու է իմ ապագա ամուսինը։ Ես իրավաբանական հարցով դիմել էի նրան, քանի որ ծանոթներիցս մեկն էր խորհուրդ տվել։ Արտակը չգիտեր ով եմ, որպես դերասան չէր ճանաչում, այդ գործնական հանդիպումից էլ նրան շատ հավանեցի։ Ինձ համար 16 տարվա մեր տարիքային տարբերությունն անհանգստանալու պատճառ ու խոչընդոտ չի եղել։ Ով գիտի մենք քանի տարի ենք ապրելու։ Մենք ապրում ենք այսօր ու ապրում ենք երջանիկ։ Արտակի հասունությունը միայն օգնում է։ Ես պարզապես չէի կարող իմ տարիքի տղամարդու հետ ապրել։ Նա ինձ իր խորհուրդներով, կյանքի փորձով շատ է աջակցում։ Չեմ կարծում, որ ինձ սխալ խորհուրդ կտա, պարզապես չի սխալվում։
Անահիտի մասնագիտության մասին ամուսինն ասել էր. «Չունեմ այն կարծրատիպը, թե բեմի մարդիկ այնքան էլ բարոյական չեն, մարդս մարդ լինի, մասնագիտությունը կապ չունի, կարծում եմ անցել են այդպես մտածելու ժամանակները»։ Ընտանիքի և աշխատանքի համատեղելիության մասին Արտակն ուներ իր պատկերացումները. «Ոչ միայն դեմ չեմ, այլև դրական եմ վերաբերվում, երբ կինն աշխատում է, խոսքը ոչ թե գումարի, այլ հոգեկան բավարարվածության մասին է, մանավանդ կրթություն ստանալուց հետո տնային տնտեսուհի կարգավիճակում լինելն անհասկանալի է, բացի երեխաներին խնամելից ինչով է պետք զբաղվի, սերիալ նայի, որտեղ ամուսինը դավաճանում է կնոջը, հետո էլ կասկածի իր ամուսնուն և նրա նյարդերն ուտի, ընդորում սա բերում է դեգրադացիայի։ Երբ պետք է ամուսնանայինք, Անահիտը պատրաստ էր իր մասնագիտությունը մի կողմ դնել, բայց նրան ասացի՝ դու կնմանվես ծաղկի, որին հողից կտրել բերել եմ տուն ու ծաղկամանի մեջ դրել, ինչքանով վստահ լինեմ, որ շուտ չես թոռոմի»։